Քոչարյանի անսուլիսին անդրադառնալը, որովհետև հիմնական թեզերը կարծեք ձեր անվան շուրջ էին պտտվում 2018-ին զանգել է 21-ին, ասում է, որ դուք չեք խնդրել, իրենք չեն խնդրել, որ դուք մասնակցեք ընտրությունների, վերջո այդ անսուլիսը ում համար էր, ինչի մասին էր։ Ես ինչու ենթադրություններ անեմ, թե մեկ այլ քաղաքական գործչի ասուլիս ում համար էր, երևի հանրության համար էր։ Ես խնդրում եմ, իրար դուք մի խանգարեք, Փառք Աստծո, դատական նիստը վաղ ավարտվեց եւ ես ձեր տրամադրության տակ եմ, ինչի՞ եք իրարից։ Հրաշալի է, հիմա զանգել է պարոն։ Իրենք ձեզ խնդրել են մասնակցել 2021-ին եւ զանգահարել է ձեզ արդյոք թե ոչ։ Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցություններ, անձնական զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել։ Ինչքան առաջ, որտեղ ասում եք տևական ժամանակ չեք շփվում։ Ինքը նկատի ուներ, կարծում եմ նկատի ուներ այսօրվա պարագան, բայց 18 թվականին այդպես չէր։ Ամենայն դեպս այդ մանրամասները ինչ հետաքրքիր է։ Ես մի բան կարող եմ հստակ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց, ես կարող եմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ ես նպատակահարմար համարեմ։ 21 թվականի վերաբերյալ հարցը։ Դու այդ ուր ես շտապում։ Իրար հետ ենք շտապում, բրցավազքի մեջ։ Դե չի։ Իմ լեքսիկոնը։ Ու կարծում եմ երևի մի 10-15 տարի հետևում էր։ Երբեք լսել եք այդպիսի բառ, կոնտրոլի տակ։ Ես չունեմ այդպիսի բառ։ Այդպիսի բառապաշար։ Լավ, արդեն 21 թվականի դրվագի մասին, պարոն նախագահ։ Ձեր թույլտվությամբ, պարոն նախագահ, առաջին Ատյանի դատարանում եւ ձեր դեմ առաջին քրեական գործահարուցել, դուք այդ գործով արդարացվեցիք դատարանում, բայց փաստացի ճակատագրական եղավ ձեր արդարացումը դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ։ Այս դատարանից ինչ կանխատեսումներ ունեք, պարոն նախագահ։ Կանխատեսումներ անել էլ իմ գործը չի, բայց ես հույս ունեմ, որ այս դատարանն էլ մանրամասն կքննի և կհամոզվի մեղադրանքի աբսուրդային լինելու մեջ։ Պարոն Սարգսյան, որքան էլ դուք փորձեք մանրամասներ չասել, ամեն դեպքում հրապարակում արդեն կա այն մասին, որ 18-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը ձեզ զանգահարել է եւ դուք վստահեցրել եք դրան, որ ամեն ինչ նորմալ է։ Հիմա դուք վերահսկողություն կասեք, կոնտրոլ կասեք, ամեն դեպքում ասաց, որ հանգիստ վստահեցրել եք, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ հարցը այսպես բարձրաձայնելն է, որ արդյոք պետական կառույցները ձեզ չեն ասել, ձեզ չեն զգուշացնել, տվյալներ չեն տվել, որ իսկապես երկում այլ իրավիճակ է։ Չեն զգուշացնել։ Գիտեք, կարող է հրապարակը ձեզ համար աստվածաշունչ է, ինձ համար աստվածաշունչ չի։ Հրապարակը գրել է եւ դուք դրան հավատացել եք։ Ես հրապարակի մասին չեմ եկել։ Ինքը Ռոբերտ Քոչարյանն է, հրապարակ ասեց, ձայնագրությունը կլսեք։ Լավ։ Ես ձեզ խնդրում եմ 18 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք, գնացեք եւ դիտեք, եթե չեք դիտել իմ հարցազրույցները 18 թվականի մասին, ժամերով խոսել եմ, դրանից ավել բան ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ նաև հնարավորություն ունենան հարցեր տալու եւ ուղղորդված, չուղղորդված, երբ որ նպատակահարմար։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արդյոք միայն ընտրություններն են, թե այլ ճանապարհներ եւ